Գալաքսի ընկերությունների խմբի համահիմնադիր եւ կառավարման խորհրդի համանախագահ Արտեմ Խաչատրյանի եւ խմբի համահիմնադիր ու գլխավոր տնօրեն Արամ Խաչատրյանի հրավերով տեղի է ունեցել արդեն ավանդական 4-րդ գործարար նախաճաշը, որին մասնակցում էին ԵՄ պատվիրակության ղեկավարը Հայաստանում, դեսպաններ այլ եվրոպական երկրներից։ Դեսպանների դիմավորման հանդիսավոր արարողությունից հետո արդեն դահլիճում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը հանդես եկավ բացման խոսքով, շնորհավորելով եւ շնորհակալություն հայտնելով միջոցառման համար, որը կարծես այլևս ավանդույթ է։ Իր խոսքում ԵՄ պատվիրակության ղեկավարն անդրադարձ կատարեց նաև օգոստոսին Վաշինգտոնում նախաստորագրված փաստաթղթին, վերահաստատելով ԵՄ սատարումն այդ գործընթացին, հույս հայտնելով, որ այն դրական կանդրադառնա բիզնեսի վրա։ Դեսպանն անդրադարձավ նաև առևտրային շրջանառության պարբերաբար մեծացող ծավալներին, շեշտելով, որ ել ավելիի պոտենցիալը կա, եւ դրան հասնելու համար նաև կարևոր է մրցակցային բիզնես միջավայրը, որը գնալով բարելավվում է։ Գալաքսի ընկերությունների խմբի համահիմնադիր ու գլխավոր տնօրեն Արամ Խաչատրյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց Եվրոպական բիզնես ասոցիացիային ու ԵՄ դեսպանին ներգրավվածության ու արդյունավետ համագործակցության համար, ինչպես նաև կառավարությանը վերջիններիս հետ կապող օղակ լինելու համար։ Արամ Խաչատրյանը խոսեց նաև այս տարվա միջոցառման վայրի ընտրության, Կոմիտասի ժառանգության կարևորության մասին։ Կոմիտասի ժառանգությունը հիշեցնում է մեզ ինքնության ուժի մասին, ստեղծագործության ու դիմադրության կարևորության մասին։ Այս ժառանգությունը հիշեցնում է մեզ հայերի ապագան ձևավորող արժեքների ու համագործակցության կարևորության մասին։ Միջոցառմանը տեսակապով միացել էր նաև Եվրոպական բիզնես ասոցիացիայի գործադիր տնօրեն Դիանա Սարումովան, ով ողջույնի ու շնորհավորական խոսք ուղղեց միջոցառման հետ կապված, խոսեց պլատֆորմի կարևորության մասին, առանձնահատուկ շնորհակալություն հայտնեց ԵՄ դեսպաններին իրենց ներգրավվածության, կապերի ստեղծման համար, շեշտելով, որ դրանք նպաստում են էկոնոմիկայի աճին ու կապերի ամրապնդմանը։ Գալաքսի ընկերությունը մնում է նորարարական մտածողությամբ ամենաուժեղ ընկերություններից մեկը Հայաստանում, ստեղծելով հազարավոր աշխատատեղեր, տնտեսության մեջ իր տեղն ունենալով, եվրոպական բրենդները բերելով մեր շուկա, կամուրջ ստեղծելով Հայաստանի ու Եվրոպայի մեջ։ Միջոցառմանը ելույթով հանդես եկան ԵՄ երկրների մի քանի դեսպաններ։ Ելույթներին հետևեց միջոցառման բավականին հագեցած ու հետաքրքիր մշակութային մասը։ Միջոցառման վերջում արդեն կոլորիտային նախաճաշի հատվածն էր։ Ամենավերջում լրագրողների հետ միջոցառման կարևորության մասով լրատվամիջոցների հետ զրուցեցին միջոցառման ներկա դեսպաններից Հունաստանի եւ Իտալիայի դեսպանները։ Շատ ուրախ եմ, որ ներկա գտնվեցի այսօր այս միջոցառմանը եւ շնորհակալ եմ Եվրոպական բիզնես ասոցիացիային եւ Գալաքսի ընկերությունների խմբին հրավերի համար։ Այստեղ այսօր մենք տեսանք մեր գործընկերներին, դիվանագետներին, բիզնես ամենքի ներկայացուցիչներին։ Շատ ուրախ էի ներկայացնել ներդրումային որոշ ասպեկտներ Հունաստանի, ինչպես նաև Հայաստանի հետ կապված։ Մի շատ կարևոր հանգամանք նշեմ ներդրողների համար այն է հայ-հունական ամուր հարաբերությունները։ Բացի այդ, Հունաստանը Եվրոմիության անդամ լինելով կարող է լինել Հայաստանի հայ ներդրողների համար դուռ դեպի Եվրոպա։ Այս միջոցառումը կարևոր է նրանով, որ մենք կարողանում ենք հանդիպել, կարողանում ենք խոսել տարատեսակ հարցերի շուրջ։ Մենք ապրում ենք շատ կարևոր ժամանակահատվածում եւ հայ-իտալական հարաբերությունների մեջ պետք է ներդրումներ անենք։ Իտալական ընկերությունների ներդրումը, ներկայությունը Հայաստանում, ինչպես նաեւ հայկական ընկերությունների ներկայությունն ու ներդրումը Իտալիայում շատ կարևոր են։ Գալաքսի ընկերությունների խմբի համահիմնադիր եւ կառավարման խորհրդի համանախագահ Արտեմ Խաչատրյանը եւ խմբի համահիմնադիր ու գլխավոր տնօրեն Արամ Խաչատրյանը։ Սա Գալաքսի 4-րդ կարևոր համագործակցություններ Եվրոպական բիզնես ասոցիացիայի եւ դեսպանների հետ ստեղծել մի նախաճաշ, որտեղ մենք քննարկեցինք բիզնեսից եւ հնարավորություններից։ Գալաքսի համար շատ կարևոր է եվրոպական բիզնեսների զարգացումը Հայաստանում եւ մեր տնտեսության համար եւ վերջի 20 տարին եւ ավելին Գալաքսին մեծ ներուժ է դրել, որպեսզի ներկայացնի բոլոր միջազգային մեծ գործընկերներին Հայաստան եւ փորձի այնպես անել,
որպեսզի ունենանք երկարաժամկետ համագործակցություն եւ երկու կողմանի շահավետ մթնոլորտ։ Մենք Galaxy ընկերությունների խմբում շատ ենք կարևորում եվրոպական երկրների հետ Եվրամիության հետ համագործակցության խորացում, քանի որ բոլորս գիտենք, որ նորագույն տեխնոլոգիաները 21-րդ դարում արդիական կարևորություն ունեն եւ նորագույն տեխնոլոգիաների հիմնական կենտրոն դա եվրոպական կամ արևմտյան բիզնես աշխարհն է։ Այդ իսկ առումով մենք ամեն տարի մեծ կարևորություն ենք տալու այդ համագործակցությունների շարունակական զարգացմանը։ Պետք է ասեմ, որ այսօր մենք նշեցինք, որ միայն վերջի 2 տարվա հետ մենք ունենք 85 նոր կնքված պայմանագրեր Եվրամիության տարբեր ընկերությունների հետ եւ դա արտահայտում է Եվրամիությունից ներկրված ապրանքների եւ ծառայության մոտ 3%-ը։